Վարի երեկո ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք դիտել. Երեք պաշտպանության նախարարության սպա է մահացել, պատճառների մասին քննչականն ու պաշտպանության նախարարությունը լռում են։ Շնորհավորանքներ Վաշինգտոնից և Անկարայից Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ։ Կրեմլը դեռ չի շտապում ու նոր սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների նկատմամբ։ Հանձնաժողովը չի եղել հայտարարի ընտրության արդյունքները։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը կդիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով պահանջելով չեղարկել ընտրության արդյունքները։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Դոնալդ Թրամփը սպառնում է Միացյալ Նահանգները այս գիշեր ուժգին հարված կհասցնի Իրանին, խոստանում է նաև առաջիկայում գրավել իրանական Խարկ կղզին։ Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Միացյալ Նահանգների հետ ռազմական հակամարտության ֆոնին Իրանի ֆուտբոլիստները ստիպված են հատուկ ռեժիմով մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Երեք գիշերը կարկուտի գետեր են հոսել Գյումրիի փողոցներում և տներում։ Բազմանդամ ընտանիքը հազիվ է փրկվել, գյուղերում ավերվել են ցանքատարածությունները։ Ծրագիրը սկսենք տխուր լուրով։ Պաշտպանության նախարարության սպա է մահացել երեկ։ Լուրը հաստատում է քննչական կոմիտեն, նշելով միայն, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Մահվան պատճառների մասին և ռազմական գերատեսչությունը և քննչականը ժամեր շարունակ լռում են։ Իրավապահ կառույցից անգամ հրաժարվել են ասել, թե ինչ հոդվածով են քննում այս տարվա արդեն 7-րդ մահվան դեպքը բանակում։ Ըստ Փաստինֆոյի սպան մահացել է Բաղրամյան զորամարզադաշտում տանկային վարժանքների ընթացքում։ Պաշտպանության նախարարությունից այս տեղեկությունը չեն հերքել։ Ազատությանը դեռ չի հաջողվել այլ մանրամասներ ճշտել։ Հետընտրական զարգացումներին անդրադառնանք այժմ էլ։ Նախնական արդյունքներով խորհրդարան անցած ամենամեծ ընդդիմադիր ուժը ուժեղ Հայաստանը վաղը պատրաստվում է դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով պահանջելու չեղարկել ընտրության արդյունքները և վերանայել իշխող ուժի ձայները։ Վաղը մենք դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չի եղել հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, անգամ այսքան խախտումներից հետո 3-5 օր չունեցող ուժ է և չի կարող Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվի արդյունքները։ Դատարան դիմելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նաև Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը։ Նարեկ Կարապետյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ սահմանադրական դատարան դիմելը բացատրում է ընտրակեղծիքներով։ Պնդում, որ պետական աշխատողներին, զինվորներին ուղղորդել են քվեարկել Փաշինյանի կուսակցության օգտին։ Կարճ ժամանակ անց Ազգային ժողովի խոսնակը պատասխանեց Նարեկ Կարապետյանին Facebook-յան տեսաուղերձով, կոշտ քննադատելով ընդդիմության պնդումները, հիշեցնելով նախկինում հնչած քաղաքական նարատիվները և պնդելով, որ այս ամենը անպատասխան չի մնա։ Ուզում եք արդարացնեք, ձեր մանդատ վերցնելը։ Իդեպ ասեմ, ընտրությունների արդյունքների վերաբերյալ կան զեկույցներ եւ բոլորը ճանաչել են մեր ընտրությունները, այդ թվում նաեւ Էսենգեն, իսկ նման խոսույթ օգտագործում եք դուք եւ ռուսական հեռուստաալիքները, ինչը իմ համար մեծ հաշվով նույն բանն է։ Իդեպ, որ որոշել եք դիմեք սահմանադրական դատարան եւ իսկ կարողա դիմեք բաժանված փողերն էլ հետ պահանջեք։ Հա, մի բան էլ, այդ որ ասում եք Ալիևի թևերը եք ինչ որ գտել, ինչ որ հերթական ստերն եք խոսում, իսկ 300,000 ադրբեջանցիները գալու են։ Ինչ եղավ այդ 300,000 ադրբեջանցիների թեման։ Դուք այս թեմայի համար պատասխան եք տալու։ Բարի գալուստ ազգային ժողով։ Ես տենց է գիտեի, որ դուք մանդատները վերցնելու եք եւ ինչ եք ունենալու 10 օր հետո 29 մանդատ, ոչ մի ավել բան։
Նկատենք, որ տեղական եւ միջազգային դիտորդները ընտրություններից հետո իրենց նախնական զեկույցներում նշել են, որ գրանցված խախտումները չեն ազդել ընտրության արդյունքների վրա։ Իսկ այս ընթացքում վարչապետ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել քաղաքացիական պայմանագրին ընտրություններում հաղթելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Էրդողանը հավատացած է, որ մեջբերեմ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտի կհասցվի։ Ժամեր առաջ էլ Հայաստանի վարչապետին շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնալդ Թրամփն էլ սոցցանցում գրել է, թե շատ հպարտ է, որ ավելի վաղ աջակցություն էր հայտնել Փաշինյանի թեկնածությանը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել Հայաստանի վարչապետին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Փոխարենը Մոսկվան չի դադարում Երևանի հասցեին կոշտ հայտարարությունները եւ սպառնալիքները։ ՀԱՊԿ երկրները երեկ էին համաձայնել քննարկել Հայաստանի նկատմամբ քայլեր ձեռնարկելու հարցը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ անձամբ պնդել էր, թե գնում են այդ քայլին, քանի որ Երևանը 2 տարուց ավելի է անդամավճար չի մուծել։ Պաշտոնական Երևանին կարծես թե շատ չի հետաքրքրում կմնա, թե կհեռացվի ռազմական այս դաշինքից, որին իր անդամակցությունը սառեցրել է ադրբեջանական հարձակումների ժամանակ Հայաստանին չաջակցելու պատճառով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ասաց Երևանը դա իգիտություն կընդունի։ ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել իգիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Երևանն արդեն 4-րդ տարին է բոյկոտել է դաշինքում աշխատանքը։ 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլ նաև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, հայ պաշտոնյաները նախ դադարեցին մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին։ Հետո չհամաձայնեցին, որ Հայաստանի տարածքում անցկացվեն դաշինքի զորավարժությունները։ Երևանը հրաժարվեց նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Իսկ 2024-ի փետրվարին վարչապետ Փաշինյանը ուղիղ հայտարարեց ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին։ Այսօր գործնականումն է, որ մենք գործնականում ըստ էության սառեցրել ենք մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություններում, վաղը ինչ կլինի, վաղը կերևա։ Նույն տարվա մայիսին պաշտոնական Երևանը հայտնեց չի մասնակցելու կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը։ Մոսկվան անցած 2 տարում պարբերաբար հիշեցրել է ՀԱՊԿ կանոնադրական դրույթները, ըստ որոնց ֆինանսավորումը պարտադիր է բոլորի համար։ Երեկ արդեն Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, անդամ երկրները համաձայնել են Հայաստանի հարցով քննարկում անցկացնել։ Մենք այսօր քննարկել ենք, թե ինչ է անհրաժեշտ անել այս իրավիճակում։ Հայաստանը պարտք է ՀԱՊԿ-ին ավելի քան 2 տարի, սա կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված իրավիճակ է, եւ մենք այսօր համաձայնել ենք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հարցը։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության բյուջեի նկատմամբ խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից, մինչև պարտքի լրիվ մարումը։ Հնարավոր է Հայաստանը վերանայի մոտեցումն ու վճարի պարտքը։ Վարչապետ Փաշինյանն ասաց ոչ։ ՀԱՊԿ-ի մասով ոչ, չենք պատրաստվում որևէ բան փոխել։ Կանոնադրությունը նաև սահմանում է, եթե անդամ երկրներից որևէ մեկը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կառույցի գործունեությանը, իսկ բացասական միտումների շարունակականության դեպքում նույնիսկ որոշում կայացնել տվյալ երկիրը կազմակերպությունից հեռացնելու մասին։ Դեռևս հայտնի չէ Հայաստանի պարագայում հարցը կհասնի հեռացման, հատկապես որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարում է, թե ֆինանսավորման հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվելու։ Այդուհանդերձ վարչապետն այսօր հայտարարեց, նույնիսկ նման հանգուցալուծումը Երևանին չի մտահոգում։ Այո, դա է նշանակում։ Այո, դա է նշանակում։
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանից դեռ չեն շնորհավորել։ Փոխարենը Մոսկվայից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Հայաստանում ընտրությունները խախտումներով են անցել։ Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ շնորհավորանքը կստանա, իսկ ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ ասաց. Ինչ նշանակում չճանաչեն ընտրությունները։ Ընտրությունները չճանաչեն նախ ինստիտուցիոնալ մակարդակով պետք է կա անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն եւ Ռուսաստանի ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու այդ դիտորդական առաքելությունը իր եզրակացությունը տվել է, ներառված է եղել նաև Ռուսաստանի Դաշնության դիտորդները։ Այսինքն մնացածը արդեն ռիտորիկայի հարց է, որը կքննարկենք։ Հայաստանի վարչապետի վերջին այցը Ռուսաստան ապրիլի 1-ին էր։ Դրանից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել են հանդիպել հունիսի 2-րդ կեսին։ Փաշինյանին այսօր հարցրինք՝ ուժի մեջ է այս պայմանավորվածությունը։ Եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ։ Երբ որ հրավեր կլինի, կգնամ։ Այսինքն չեմ մերժի հրավերը, դա հաստատ։ Ռուսաստանի մամուլի խոսնակը երեկ նշել էր Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Պեսկովը հանդիպման որոշումը կապել էր ընտրության արդյունքների հետ։ Իսկ Մոսկվան ամենաբարձր մակարդակով վերջին շրջանում անդադար զգուշացնում է նաև Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն գնալու դեպքում գազի գնի բարձրացման մասին, թեև Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը այսօր թեև ասել է, որ աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մի բանում վստահ է. Հայաստանի քաղաքացիները այս պահին մտահոգվելու առիթ չունեն։ Ռուսները իդեպ գազի սակագինը վերանայելու հարցով նամակը հենց տարածքային կառավարման նախարարին էին ուղարկել։ Նոր բան չկա, փոփոխություններ չկան, մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, ստանում ենք այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագինը սահմանված է պայմանագրերով, դեռևս այդ պայմանագրերը իրեն ժամկետի մեջ են գտնվում, պայմանագրերը մինչև տարեվերջ եւ 2027 թվականի տարեսկիզբ դեռևս, ուրեմն ժամկետի մեջ են գտնվում, սրա մասով նոր զարգացումներ չկա, ավելին ես պիտի հարգելի գործընկերներ, աշխարհում ամեն ինչ հնարավոր է, չեմ կարողանա ասել մենք մեր ռիսկերը կառավարում ենք այդ թվում սակագնի ավելացման մասով մտահոգություններ թույլ տվեք շատ հակագծեր չբացել մեր ռիսկերը մենք կառավարում ենք որովհետև այդքան էլ պատկերը այնպեսին չէ ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հասկից չի ստացի որ եվրոպական գներ սահմանվեն նաև Հայաստանի համար չեմ կարող ասել ինչ կստացվի ես կարող եմ ասել որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս բային այդ առումով չունեն Ու մինչ կառավարությունը այսօր առավոտյան հաստատում էր արտահանողներին աջակցող նոր ծրագիրը, Մոսկվան նոր սահմանափակումների մասին հայտարարեց վաղվանից կարգելվի Հայաստանից բուսական ծագման մի շարք ապրանքների ներմուծումն ու տարանցումը։ Կառավարությունը վստահեցնում է, որ Ռուսաստանի հետ առաջացած հարցերը կքննարկվեն կառուցողական մթնոլորտում։ Միաժամանակ Երևանը վերանայում է տնտեսական քաղաքականությունը, իսկ այս ընթացքում տնտեսարողները անհանգիստ են, կդիմանան, մինչև նոր շուկաները ձևավորվեն։ Հայաստանի կառավարությունն այսօր առավոտյան արտահանողներին աջակցող երկրորդ ծրագիրը հաստատեց, ըստ որի որոշ ապրանքների դեպքում տնտեսվարողները փոխհատուցում կստանան։ Օրվա երկրորդ կեսին արդեն Ռոսսելխոզնադզորը հայտարարեց սահմանափակում է Հայաստանից բուսական ծագման ամբողջ արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով։ Ռուսական կողմը պատճառաբանում է, թե Հայաստանից ներմուծված մի շարք բեռներում հայտնաբերվել է գյուղատնտեսության համար վտանգավոր կապրաբզեզ, մեջբերում հայտարարություն Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող եւ Հայաստանից առաքվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածքով այդ արտադրանքի տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Ծառայությունն ընթացիկ տարվա մայիսից սահմանափակում էր հայկական կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը, ինչպես նաեւ բազմիցս հայկական կողմին տեղեկություններ էր ուղարկում մատակարարումների խախտումների վերաբերյալ, սակայն
հունիսին հայտնաբերվել է կապրա բզեզով վարակվածության 3 դեպք։ Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղցի եւ չորացրած լոլիկի խմբականակներում։ Օրինակ, կապրա բզեզն ունակ է ոչնչացնել պահեստավորված արտադրանքի մինչև 70%-ը։ Հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը։ Օդային ճանապարհով Ռուսաստան թութ արտահանող Freshline ընկերությունն այսօր Բեռն օդանավակայան ուղարկելիս տեղեկացել է, որ Ռուսաստանն արգելել է նաև թթի ներմուծումը։ Ռուսական սահմանափակումների այս շրջանում վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ Հայաստանը չպետք է կախված մնա մեկ շուկայից։ Դեպի Եվրամիություն եւ այլ երկրներ ապրանք արտահանողներին այսօր էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջայանը տեղեկացրեց։ Ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կերասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ եւ հանքային ջրի համար 150 դրամ։ Վարչապետ տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն։ Freshline ընկերությունը գյուղացիների բերքն արտահանելուց բացի Ռուսաստան էր մատակարարում նաև սեփական այգիների արտադրանքը։ Ընկերության տնօրենն Ազատությանն ասաց, որ ծրագիրը մեծ աջակցություն է, իրենք անպայման կօգտվեն։ Ծիրանի բազիցիան, ծիրանի դրած գինը 200 դրամ, որը որ ելի բավարար է, իհարկե օգուտ է, օգնելու է արտահանողներին։ Ընկերությունը նաև դեղց ու սև սալոր է աճեցնում, սակայն դրանց ծավալները փոքր են, իսկ այլ շուկաներում ըստ տնօրենի դրանք մրցունակ չեն։ Այդ պատճառով սուբսիդավորման ծրագրերից հիմնականում կօգտվեն ծիրանի արտահանման համար։ Հիմա ծիրանի ինչ ծավալ եք նախատեսում արտահանել ու որ երկրներն եք դիտարկում։ Դիտարկում ենք Ուկրաինան, դիտարկում ենք Ռումինիան, դիտարկում ենք Բուլղարիան, նաև Հոլանդիա ունենք, կարծում եմ մոտ 1000 տոննայի մոտ պետքա որ կարողանանք արտահանել։ ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը նույնպես դրական է գնահատում կառավարության այս աջակցությունը եւ ասում, որ կօգտվեն ծրագրից։ Նրա խոսքով ընկերության կոնյակը շարունակում է մուտք գործել ռուսական շուկա, թեև դժվարություններ կան։ Սակայն քանի դեռ պարզ չէ, որքան ժամանակ կգործեն պետական այս սուբսիդիաները, նոր շուկաներ որոնելու մասին խոսելը վաղ է, ասում է Պետրոսյանը։ Ընկերությունը նախ կփորձի ամրապնդել արդեն իսկ ունեցած շուկաները։ Եթե կոնյակի ծրագիրը 1 ամսով է, 3 ամսով է, 6 ամսով է, դու չես հասցնի նոր շուկաներ գտնես, բայց դու կարողանաս քո շուկաներում, որը որ արդեն ունես, ավելի ամրապնդվես։ Մասնավորապես նկատի ունեմ, օրինակ, Գերմանիայի Դաշնություն ես կարող եմ զանգել իմ գործընկերոջը եւ ասեմ, սենց լավ ծրագիր կա։ Արի, ես քեզ զերծ չանեմ, դու շատ ինձանից առ Գերմանիայում վաճառի։ Կարճաժամկետ ծրագրի դեպքում աշխատող տարբերակ է, բայց ես չեմ կարող նոր շուկաներ գտնել, որովհետև չեմ էլ հասցնի գտնեմ, որովհետև դու նոր շուկա գտնելու, բանակցելու, պայմանագրերը կապելու եւ ապրանք արտահանելու մինիմումը միջինում տևում է 1.5-ից 2 տարի։ Եթե կառավարությունն աջակցում է, որ հայկական արտադրանքը մուտք գործի նաև Եվրամիության շուկաներ, իսկ եվրոպացի գործընկերներն էլ պատրաստ են աջակցել եւ աջակցում են գործընթացին, ապա ինչ ազդեցություն դա կարող է ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, հաշվի առնելով, որ այն շարունակում է մնալ Հայաստանի ամենամոտ արտահանման շուկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել է, այդ բոլոր հարցերը ռուս գործընկերների հետ կքննարկեն հանգիստ եւ առանց նյարդերի։ Ռուսաստանի Դաշնության հետ էլ մենք եղբայրաբար բարեկամաբար համբերատար կքննարկենք այնքան առանց վիճաբանությունների մեջ մտնելու, առանց առանց նյարդի հանգիստ հանդարտ կխոսանք, կքննարկենք եւ կկարգավորենք այն հարցերը, որոնք պետքա կարգավորենք։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Դոնալդ Թրամփը սպառնում է Միացյալ Նահանգները այս գիշեր ուժգին հարված կհասցնի Իրանին, խոստանում է նաև առաջիկայում գրավել իրանական Խարկ կղզին։ Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Միացյալ Նահանգների հետ ռազմական հակամարտության ֆոնին Իրանի ֆուտբոլիստները ստիպված են հատուկ ռեժիմով մուտք գործել Միացյալ Նահանգներ։
Երեք գիշերը կարկուտի գետեր են հոսել Գյումրիի փողոցներում եւ տներում։ Բազմանդամ ընտանիքը հազիվ է փրկվել, գյուղերում ավերվել են ցանքատարածությունները։ Բայց նախ ընտրություններից հետո ներքաղաքական լարվածության մասին, որը շարունակվում է, վարչապետ Փաշինյանը հերքում է Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ որևէ գործարքի մասին հնարավորությունը։ Իսկ այդ ընթացքում ԲՀԿ-ն վերահաշվարկների միջոցով փորձում է վերականգնել իր գնահատմամբ կորցրած ձայները։ Այդ ֆոնին Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը նոր քննարկումների առիթ է դարձել։ Իրավական գործընթաց, թե քաղաքական հաշվեհարդար։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է որևէ պայմանավորվածություն գործարք Գագիկ Ծառուկյանի հետ, որի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրությունների նախնական արդյունքներով չի հաղթահարում անցողիկ շեմը ձայների չնչին տարբերությամբ։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք, ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Եթե ընդդիմադիր գործարարի նախաձեռնած վերահաշվարկների արդյունքում պակասող քվեները լրացվեն ու Բարգավաճ Հայաստանը խորհրդարան մտնի, մանդատներ կկորցնի քաղաքացիական պայմանագիրը, զգալի թուլացնելով դիրքերը ազգային ժողովում։ Փաշինյանի կուսակցությունը կկորցնի 3/5 մեծամասնությունը, ինչի հետևանքով չի կարողանա միայնակ առանց ընդդիմադիրների ձայների ընդունել սահմանադրական օրենքներ, հաստատել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը։ Արձագանքելով վարչապետի այսօրվա հայտարարություններին, Ծառուկյանի խոսնակը ասել է, թե մինչ Բարգավաճ Հայաստանը վերահաշվարկներով փորձում է վերականգնել արդարությունը, վարչապետը պիտակներ է հնչեցնում։ Ի վերջո ինչն է պետք հերքել, ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությունը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությունը, որ արդեն հերքել եմ, Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապերը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ։ Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց տարիներ առաջ խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Իրավապահները հաշվի չառան, որ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը դեռ պատգամավորի թեկնածու է ու առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվության մեղադրանք առաջադրեցին գործարարին։ Ծառուկյանն այդ օրը ցանկացել էր մեկնել երկրից, սակայն նրան օդանավակայանից հետ էին ուղարկել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է հայտնել գործի մասին։ 19 թե 24 թվականի մասին է խոսք գնում, նաև վարելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսք գնում, որը նախկինում է ըստ էության բացահայտվել, վաղուց քրեական գործ կա հարուցված, եւ այդ քրեական գործի քննության արդյունքում եկել է մի կետի մեր քննչական կոմիտեն, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել։ Զուգադիպություն էր, որ հենց ընտրություններից հետո եկա կետին։ Չեմ կարծում այդպիսի զուգադիպություն կա, որոշակի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը մինչդեռ տեսնում է ուղիղ կապը հետընտրական զարգացումների եւ քրեական այս գործի միջև։ Երկրում տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքական process-ները, ինձ թվում է այդ հարցի պատասխանը պարզ են դարձնում։ Քանի իրավապահները կքննեն այս գործը, վարչապետը, որ ընտրական ամբողջ շրջանում սպառնում էր բանտ ուղարկել Ծառուկյանին, շքեղ առանձնատունն էլ դարձնել ծերերի խնամքի կենտրոն, այսօր հիշել էր դատական ավելի հին գործ։ Ինչ է նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որը մեկ ուզում ասի, որը մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել է արդարացրել է։ Ըստ մեղադրանքի Ծառուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում կա շարքեր բաժանել, չանցած 6 տարին արդարացվեց, իսկ դատավորն այսօր էլ պաշտոնավարում է։ Հետընտրական քննարկումների եւ փոխադարձ վիրավորանքների պակաս չկա, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ձևավորել նոր կառավարություն առանց կաբինետի կտրուկ փոփոխությունների։ Միևնույն ժամանակ վարչապետը կոշտ հայտարարություններ է արել դատական համակարգի հասցեին, պահանջելով պատասխանատվություն ընտրակաշառքի գործերով եւ ակնարկելով, որ իրավապահ համակարգի անգործությունը կարող է դիտարկվել որպես պետության դեմ գործողություն։ Մեծ փոփոխություններ չեն։ Միայնակ նոր կառավարություն ձևավորելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը հաջորդ կաբինետում մեծ փոփոխություններ չի անի։
Քաղաքացիական պայմանագիրը հայտարարել է վարչապետի իր թեկնածուն Փաշինյանն է, իսկ որ նախարարը կմնա, որը կգնա, Նիկոլ Փաշինյանը դեռ չի հստակեցնում։ Թիմում էլ գոնե հրապարակային անուններով չեն խոսում, բայց կառավարության այսօրվա նիստից կարելի է ենթադրել, մտքում հաջորդ կաբինետի կազմն արդեն ունի։ Մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը իհարկե նոր կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի ազգային ժողովում, նաև այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության եւ ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները նախորդող շրջանի աշխատանքի վերլուծություններ իրականացնենք եւ պլանավորենք։ Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը այսօր վստահ պնդում էր, որ առանց ընտրակաշառքի իր հիմնական մրցակիցները, ինչպես Փաշինյանն է նրանց կոչում, պատերազմի եռագլուխ կուսակցությունը, Ուժեղ Հայաստանը, Հայաստանն ու ԲՀԿ-ն չէր հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանն ու Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը միասին մոտ 500,000 քվե են ստացել։ Եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ին հաջողվի մտնել խորհրդարան, ապա ընդդիմադիր այս 3 ուժերի քվեները 500,000-ն անցնում են։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է մոտ 720,000 ձայն։ Ստացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրակերպարարներ անվանում, իրավապահ ուժային ամբողջ կառույցները 2 ամսից էլ ավել լծված էին ընդդիմադիր ուժերի աշխատանքները խաթարելով, բացառապես զբաղված էին գաղտնալսումներով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ հազարավոր քաղաքացիների։ Փաշինյանն այսօր դատական համակարգին մեղադրեց կոռումպացված լինելու մեջ։ Նաև նրանց պատասխանատվությունն է տեսնում, որ ինչպես ասած նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ թե բանտում են, այլ այս ընտրություններում էլ շարունակել են իրենց սև գործը։ Դատաիրավական համակարգից պատասխան է ակնկալում ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված յուրաքանչյուր ոք մինչև 31-ի ընտրությունները ներառյալ ըստ Փաշինյանի պետք է լինի բանտում, եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Այս ընտրություններից կարճ ժամանակ առաջ հակակոռուպցիոն դատարանը 2017-ի ընտրություններում ընտրակաշառք տալու գործով արդարացրեց Գագիկ Ծառուկյանին։ Ավելի ուշ Փաշինյանը հենց Ծառուկյանի անունն էլ տվեց։ Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, որովհետեւ պետք է պատասխան տան։ Ինչ է նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որը մեկ ուզում ասի, որը մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնելա արդարացրելա։ Լավագույն ապացույցը նրա, որ դատաիրավական համակարգին ուղիղ փորձում է միջնորդել իր քաղաքական կմահաճույքն ու ճաշակը թելադրել, դա այն է, որ սահմանադրական անկախ մարմնի նախագահին պարզապես մեկ SMS-ով ինքը հեռացրեց աշխատանքից։ Սա ինձ ավելի լավ ապացույց, որ իշխանությունների տարանջատման սկզբունք մեր երկրում գոյություն չունի եւ ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է հարմարացնել իր քինքին, կարծում եմ չի կարող այլևս լինել։ Այսօր, երբ Փաշինյանին ուղիղ հարցրեցին, արդյոք իր հայտարարությունները ընդդիմախոսներին բանտում պահելու ուղիղ հրահանգ չեն դատական համակարգին, վարչապետը պնդեց, թե ինքը դա որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ է ասում, հանրության համբերությունը հատել է։ 3 օր հացադուլ, քաղաքացիական հասարակության ակտիվ պահանջներ, մի շարք հանրային գործիչների երաշխավորություններ եւ միայն դրանից հետո վարչապետ Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը 3 ազատ արձակվեց Նովարաշեն քրեակատարողական հիմնարկից։ Առաջին բանը, որ արցախցի տղամարդը պատրաստվում է անել իրավական ճանապարհով պայքարել բանտային, անմարդկային պայմանները վերացնելու ուղղությամբ։ Իսկ վարչապետի հետ ցանկանում է դատարանում հանդիպել։ Հոտո, կանալիզացի հոտը սպանում է,
Կոյուղու շրջակայքի աղբի հոտից փրկվելու միակ ելքը անընդհատ ծխելն էր։ 3 բանտից ազատ արձակվելուց հետո պատմում էր արցախցի Արթուր Օսիպյանը։ Դուրն ենք բացում կանալիզացիի հոտնագալի, պատուհան ենք բացում աղբանոցի հոտնագալի։ Միակ տարբերակը նրանն էր, որ սիգարետը այնքան ծխենք, որ սիգարետի հոտով այդ հոտը խլացնենք, ոնց որ մոխարամանում նստած լինենք։ Վարչապետի հետ վիճելուց հետո ձերբակալված Օսիպյանն ու Բարաշենի բանտում 23 օր անցկացրեց։ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով մեղադրվող երիտասարդը ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել, Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն փախած է անվանելու վիրավորել։ Հացադուլը դադարեցրած Օսիպյանն այժմ մտադիր է վարչապետ Փաշինյանին պատասխանատվության կանչել։ Ես իրան խնդրեցի, ասեցի, բանա, ուրեմն այդ բանակցության փաստաթղթերը դուք հրապարակել եք կառավարության էջում։ Խնդրում եմ ինձ ցույց տվեք այդ տողը, որտեղ որ նման բան ա գրած։ Ես ընդհակառակը կարող եմ ցույց տալ այն տողը, որտեղ որ գրված է, որ ուրեմն հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, որի վրա սահմանափակում չկա, ընդཐུպ միջև բարձրագույն սուվերենության աստիճան, այսինքն անկախություն։ Որևիցե սահմանափակում չկա։ Ասում եմ դու լավ չես ընթերցել։ Դե լավ, թող իր ասածը։ Չեք կառուցել։ Ես դուք եք կառուցել, ինձ բանանել եք։ Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ժամանակ մոտեցած արցախցի տղամարդը հենց հակամարտության կարգավորման մասին էր փորձել հարցնել, թե որտեղ է գրված, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, բայց Փաշինյանը վրդովվել էր, գոռգոռացել, նրան փախած էր անվանել, վիրավորել։ Գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արթուր Օսիպյանն եմ, Փալանչի աննասուններ, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում, այդ կական։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ոչ մի ներողություն էլ չի պատրաստվում խնդրել, ավելին ինքն է սպասում Օսիպյանի ներողությանը։ Նա պետք է ներողություն խնդրի եւ իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները, գիտեք, մենք չգիտենք իրա եւ Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն ձեզ թվում է, որ մենք տենց բան, միամիտ է։ Ակտիվիստը երեկույթ երեկոյան ազատ արձակվեց միայն քաղաքասարակության մի քանի տասնյակ ներկայացուցիչների ու անձնական երաշխավորների դիմումից հետո։ Քաղաքասարակությունը Օսիպյանի հետապնդումը համարել էր քաղաքական մոտիվներ ունեցող ու բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լռեցնելու փորձ։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք եւ երաշխավորություն։ Նկուղային խոնավ անարև խցում հացադուլի օրերն անցկացրած Օսիպյանն ազատության մեջ առաջինը խոսեց բանտային անմարդկային պայմաններից։ Իրոք դա մի պահ բերեց որոշ առողջական խնդիրներին, ամանավանդ որ 5 օր չէին թողնում դուրս գայինք զբոսանքի։ Այդ իրոք բոլորի վիճակն անդե ծանրացրել, բոլորի վիճակն ա ծանրացրել։ Նույն բանտի մասին լրիվ այլ կարծիք ունի Արդարադատության նախարարը։ Սրփուհի Գալյանը 3 լրագրողներին պատմում էր, որ հաճախ է այցելում Նուբարաշեն։ Որևէ հարկի հետ կապված, որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ։ Նախարարը սակայն չհստակեցրեց, արդյոք նկուղային հարկեր այցելելիս երբևէ զգացել է կոյուղու ու աղբի հոտը։ Գալյանը թեև չի ընդունում, որ Օսիպյանի պահման պայմանները հեռու են մարդկայինից, բայց փաստում է, շարունակ բարելավում են։ Մեր քրեակատորական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Սակայն իրավապաշտպաններն ու բանտեր այցելող դիտորդները շարունակում են պնդել, Նուբարաշենի բանտը մարդկանց պահելու համար պիտանի չէ։ Դիտորդներից Զարուհի Հովհաննիսյանն այսօր հրապարակել է 2022 թվականին արված լուսանկարները, որոնցում հստակ երևում են բանտի վատ պայմանները։ Այժմ պատերը ներկել են, հատակին սալիկներ են կպցրել, բայց խոնավությունը, գարշահոտը, անսարք ծորակներն ու գույքը, բնական լույսի բացակայությունը շարունակում են խնդիր մնալ։ 3 կեսգիշերն անց կարկուտի գետեր են հոսել Գյումրիի փողոցներում և տներում։ Ղարիբջանյան փողոցում բնակվող Ավագյանների տունը ամենաշատ վնասվածներից է։ Բազմանդամ ընտանիքը հազիվ է փրկվել, տարեցկինը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Այսպիսի արտառոց տեսարան Գյումրիում եղել է ուղիղ 6 տարի առաջ և կրկին ամենաշատը տուժել է հենց նույն ընտանիքը։ Այստեղ չես կարող չհիշել ժողովրդական խոսքը, կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Դուրը փակվեց, չենք կարող բացել։
ամուսինս երեխայով այդ ջրի հոսքը որ բացեցինք Անիս հետ ընկավ ներքև, ես մի քիչ առաջ գնացի Լիլիիս հետ ընկա, սկեսուրս եկավ Լիլիին տանելու, ընկավ այդ արմնգահոդը կոդրվեց։ Մենք պատրաստվում էինք քնել, եթե մենք քնած լինեինք, այդ մի երկու վայրկյան էր տևես, ամեն ինչ կլցվեր, երեխաներն էլ այստեղ կլինեին, չգիտեմ ինչ կլիներ, փառք Աստծո, որ այսպես ավարտվեց ամեն ինչ։ Մենք հազիվ ենք փրկել երեխաներին, ջրի մեջ մենք չէինք կարողանում, այդ մեբելը, այդ կամոտը պտտվելով մեր վրա ենք, կամոտը շրջվեց ին վրաս, կոդրվեց, փոքրիկ 3 տարեկան փալիկս, գիրկս։ Մենք ինչքան հնարավոր է փորձեցինք պահպանել, փառք Աստծո եւ կարողացանք, ճիշտ է։ Մենք ինքս վնասված, սալ ջարդներ ստացանք, սկեսուրս կոդրված ստացանք, բայց երեխաներին կարողացանք փրկել։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը կրկին կտրուկ սրվել է։ Սոցցանցում Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ Միացյալ Նահանգները այս գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին, խոստանալով առաջիկայում գրավել իրանական Խարգ կղզին, որ Իրանի նավթի արտահանման հիմնական կենտրոնն է եւ մշակում է արտահանվող նավթի մոտ 80-ից 90%-ը։ Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունից ժամեր անց Իրանն ու Միացյալ Նահանգները հարվածել էին միմյանց արդեն երկրորդ օրը անընդմեջ։ Միացյալ Նահանգներն այսօր գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին, ինչ որ պահի ոչ այնքան հեռավոր ապագայում մենք կգրավենք Խարգ կղզին եւ նավթային ենթակառուցվածքների այլ օբյեկտներ եւ կստանձնենք նրանց նավթի եւ գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի դեպքում, ինչը հիանալի է աշխատում եւ Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների համար։ Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որտեղ սպորտային կրքերին գումարվել է աշխարհ քաղաքական լարվածությունը։ Միացյալ Նահանգների հետ ռազմական հակամարտության ֆոնին Իրանի ֆուտբոլիստները ստիպված են հատուկ ռեժիմով մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Իրանի խմբային փուլի 3 հանդիպումներն էլ Միացյալ Նահանգներում են անցկացվելու, բայց թիմը այժմ Մեքսիկայում է։ Այս պայմաններում կարող է քաղաքական լարվածությունը ազդել Իրանի հավաքականի մարզական արդյունքների վրա, թե ֆուտբոլը կկարողանա մնալ քաղաքականությունից դուրս։ Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 21:30-ին Մեխիկոյի Ացտեկա մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի պատմության ամենախոշոր աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Ընդ որում սա միակ միջոցառումը չէ, բացման արարողություն կանցկացվի նաև խաղերն ընդունող մյուս 2 երկրներում՝ Կանադայում եւ Միացյալ Նահանգներում։ Այսօր Մեխիկոյում Շակիրան եւ Բռնաբոյը ելույթ կունենան աշխարհի առաջնության պաշտոնական դայ-դայ երգով։ Մեխիկոյում բացման արարողությունից հետո Երևանի ժամանակով 23-ին կմեկնարկի առաջին հանդիպումը։ Մեքսիկայի հավաքականը կմրցի Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու հետ։ Առաջին անգամ մրցաշարին մասնակցում է 48 ազգային հավաքական, 1248 ֆուտբոլիստ։ 3 երկրներում նախատեսված է 104 հանդիպում անցկացնել։ Այս աշխարհի առաջնության հանդիպումների ընթացքում մրցավարները նոր կանոններ կկիրառեն։ Սահմանափակվում է, ինչպես ասում են, ժամանակ ձգելու հնարավորությունը։ Եզրային նետումների ու դարպասից հարվածների համար 5 վայրկյան են հատկացնելու։ Եթե ուշացնեն, գնդակը կարող է մրցակցին անցնել։ Այլ փոփոխություններ նույնպես կան։ 4 հավաքական աշխարհի առաջնությանը մասնակցում է առաջին անգամ։ Փոքրաթիվ բնակիչներ ունեցող Կապե Վերդեի, Կուրասաոյի ընտրանիները եւ Հորդանանի ու Ուզբեկստանի հավաքականները։ Ուզբեկստանը հետխորհրդային երկրների շարքում միակն է, որը մասնակցում է մունդիալին։ Նախագահ Շավքաթ Միրզոևն անցած տարի հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին հենց Տաշկենտի մարզադաշտում էլեկտրական ավտոմեքենաներ նվիրեց։ Ուզբեկստանի ընտրանին աշխարհի առաջնության առաջին հանդիպումը կանցկացնի Մեխիկոյում մրցելով Կոլումբիայի հավաքականի հետ։ Մինչ այդ նրանք օրերս Նյու Յորքում ընկերական հանդիպում անցկացրին Նիդերլանդների ընտրանու հետ։ Հանդիպման ընթരാճ կադրեր տարածվեցին, թե ինչպես են թիմի անդամներին անվտանգության աշխատակիցները ստուգում, իսկ նրանց պայուսակներից շներն էին հոտ քաշում։
No le sonó nada. Pero que no le sonó, mira cómo lo mandan. Ընտրանու գլխավոր մարզիչ իտալացի Ֆաբիո Կանավարոն ասաց, որ միայն իրենց հանդեպ են այսպիսի գործողություն իրականացրել։ Նրանք ինձ ասացին, որ կանոններն են այդպիսին, վերջում պարզվեց միայն մեզ համար էր։ Ֆուտբոլիստներից մեկն էլ արձագանքեց։ Ինձ համար սա առաջին անգամ էր, երբեք չէի մասնակցել խաղի, որից առաջ ստուգում են իմ պայուսակը։ Լավ, եթե Ամերիկայի համար սա նորմալ է, ուրեմն լավ, խնդիր չէ։ Աշխարհի այս առաջնությունն առանձնանում է ոչ միայն մարզական տեսանկյունից։ Աղմկահարույց պատմություններից շատերը Միացյալ Նահանգների ճամփորդական խիստ սահմանափակումներով են պայմանավորված։ Սոմալիից մրցավար Օմար Արթանը, որն աֆրիկյան մայրցամաքում 2025 թվականի լավագույնն է ճանաչվել, Մայամիի օդանավակայանից դուրս գալ չի կարողացել։ Նրան արգելել են մտնել Միացյալ Նահանգներ։ Արթանն արդեն հայրենիքում է, որտեղ վրդովված են կատարվածից ու հայրենակցին ջերմ դիմավորեցին։ Միացյալ Նահանգներ գնալ չեն կարողանում նաև ֆուտբոլային տոնին մասնակցել ցանկացողները։ Բազմաթիվ երկրպագուներ նույնպես արգելքի են բախվում։ Արգենտինայում օրինակ էլեկտրոնիկա վաճառող ընկերություններից մեկը որոշել է վիզա չստացած արգենտինացիներին հեռուստացույց նվիրել։ Շատ շուտ եմ եկել առավոտյան 6:00-ին եւ ահա մենք հեռուստացույց ունենք, ոգևորված եմ։ Միացյալ Նահանգների Իրանին հասցրած նոր հարվածների ու աճող լարվածության զուգահեռ ուշադրության կենտրոնում է Իրանի ազգային հավաքականը։ Նրանք ազատ ճամփորդել չեն կարող, ու թեև ընտրանու աշխարհի առաջնության խմբային փուլի 3 հանդիպումներն էլ Միացյալ Նահանգներում են անցկացվելու, թիմն այժմ Մեքսիկայում է։ Խաղերին մասնակցելու համար նրանք պետք է մեկնեն Միացյալ Նահանգներ յուրաքանչյուր հանդիպումից ընդամենը 1 օր առաջ, ապա խաղից հետո լքեն երկիրը եւ այսպես 3 անգամ։ Սա առաջին անգամ է, երբ աշխարհի առաջնությունն անցկացնող երկիրն ընդունելու է մի երկրի հավաքականի, որի հետ պատերազմի մեջ է։ Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, նախագահ Դոնալդ Թրամփին է պետք շնորհակալ լինել։ Նախագահ Թրամփի առատաձեռնության շնորհիվ Իրանի հավաքականը կկարողանա ժամանել նրանց հանդիպումներից 1 օր առաջ։ Ըստ Թեհրանի, թեև բոլոր ֆուտբոլիստները վիզաներ ստացել են, սակայն ֆեդերացիայի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում թիմի մենեջերը, 2 վերլուծաբաններ, մամուլի պատասխանատուն ու արտաքին գործերի նախարարության 1 ներկայացուցիչ Միացյալ Նահանգներ մուտք գործել չեն կարող։ Իրանի հավաքականն այժմ Տիխուանայում է։ Նրանց ողջունել ու աջակցել են մեքսիկացի մի խումբ երկրպագուներ։ Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Մեքսիկա են մեկնել 168 թիվը ցույց տվող կրծքանշանով։ Միացյալ Նահանգների Մինաբի օրիորդաց դպրոցին հարվածի հետևանքով ըստ Թեհրանի 168 մարդ էր սպանվել, ավելի քան 100 երեխաներ։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azadություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք, նախատեսել հաջողություն։